Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 5։ Վերջին հեղումը։ Ես չեմ հավատում, որ մենք տեսել ենք Սուրբ Հոգու հեղման փառքն ու լիությունը, ինչպես մարգարեացել էր Հովելը։ Այնինչ մենք տեսել ենք, ընդամենը մի քանի կաթիլներ են։ Այո, մենք համաշխարհային խարիզմատիկ վերածնունդ ենք ապրել, և սերը շատերին միավորել է Քրիստոսի մարմնում, բայց այս ամենը պարզապես համտեսում է։ Աստված թույլ չի տա, որ իր ծրագրած որևէ բան խափանվի, հակառակորդին անակնկալ է սպասվում։ Հենց այն ժամանակ, երբ կթվա, թե եկեղեցին պատված է սատանայական ջրհեղեղով, Հոգին կբարձրացնի իր չափանիշը, և եթե հասկանաք, թե որն է չափանիշը, կհասկանաք, թե ինչ է պատրաստվում անել Աստված։ Չափանիշը, որի մասին խոսում է Սուրբ Գիրքը, սուրբ ազգ է, մաքուր, անարատ, ազատված աշխարհի ապականությունից։ Չափանիշը սրբացված քրիստոնյաների նոր տոհմ է, որը կփայլի որպես լույս անբարիշտ և չար սերնդի մեջ։ Դա պարզապես չի լինելու սիրո և երկրպագության վերածնունդ, այլ սրբության վերականգնում մղված դեպի Աստված։ Դեռևս կլինեն աղաղակներ և երկրպագություններ, բայց դրանք կլինեն մեղքի և փոխզիջման դեմ հաղթանակի աղաղակներ, իրագործելով վերջին հեղման նպատակը։ Եվ պիտի լինի, որ ամեն ով կանչե Տիրոջ անունը, կփրկվի։ Հովել 2:32 Ինչից է փրկվում։ Մեղքից, աշխարհի հոգուց։ Այնուամենայնիվ, մենք չենք հասնի Հոգու հեղման լիությանը, քանի դեռ բոլոր հոգով լցված մարդիկ չեն զատվել աշխարհից։ Մենք պետք է ընդգծենք բաժանումը և սրտի մաքրությունը։ Հոգու գալստյան նպատակն է սրբացնել և պատրաստել անբիծ և անառատ ժողովրդին Տիրոջ վերադարձի համար։ Երբ Հոգու հեղման լիությունը գա ամբողջ մարդկության վրա, մեղքի հանդիմանումը ներկա կլինի ամենուր։ Եվ նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, և արդարության համար, և դատաստանի համար։ Հովհաննես 16:8 Դա Սուրբ Հոգու հեղումն է։